Դպրոցական մարզական օլիմպիադայի մունիցիպալ առաջնության հաղթող թիմերն այժմ մասնակցում են տարածաշրջանային մրցումներին։ Այսօր մենք ներկա գտնվեցինք վոլեյբոլի նախապատրաստական մարզումներին, որի ընթացքում մարզիկներին բաժանվեց մարզական համազգեստ։ Մանրամասները ներկայացրեց Նինոզմինդայի սպորտի բաժնի պետը։ Յուրաքանչյուր տարի անցկացվում է հանրապետությունով մեկ դպրոցական սպորտային օլիմպիադա, նախ մունիցիպալ առաջնություն ենք անցկացնում այստեղ, արդեն աշնան անցկացրել ենք 4-5 մարզաձևերից, արդեն հաղթողներ ունենք, այժմ արդեն սկսվել է երկրորդ տուրը, այսինքն ռեգիոնալ տուրն է։ Ամսի 23-ին համար առաջի դպրոցի աղջիկների թիմը վոլեյբոլից եւ հեշտյայի համար առաջի դպրոցի թիմերը պետք է մասնակցեն ռեգիոնալ տուրին։ Այստեղ մենակ առաջի տեղեր գրաված մարզիկներն են, թիմերն են մասնակցում հանրապետական, երկրորդ, երրորդ տեղերը չեն մասնակցում, այն առաջի տեղերը։ Հույսով ենք, որ այս տարի աղջիկները պետք է հաղթեն, քան որ անցած տարի զբաղեցրին երկրորդ տեղը մեր աղջիկները, բայց առավելությունը շատ էր, ուղղակի չգիտեմ ինչ պատճառներով պարտություն կերեցին։ Ինչ վերաբերում է մարզական հագուստներին, ամեն տարի տարբեր ռեգիոններ տարբեր գույներ են ձեռք բերում, անցած տարի մեր յասամանի գույները ընտրված, այս տարի արդեն կարմիրներն է, ինչպես տեսակ մենք պատվիրել ենք, արդեն մարզական հագուստները ունեն երեխաների մոտ է, այնպես որ ամեն ինչ կարգին է, այս պահին արդեն մարզումները սկսել են երեխաները, հույսով ենք, որ այս մարզաձևում անպայման պետք է հաղթանակ տանենք։